Դանիելյանն է։ Բա հիմա ինչ ենք անելու։ Մտնում ենք մեծ քաղաքականություն։ Ինչ արեցիր։ Գցեցի։ Դու չգիտես մեծ քաղաքականությունն ինչ է։ Գցոցի։ Այդ նման չէր մեծ քաղաքականության։ Ավելի շատ նման էր փոքր ուղեղի։ Ախ, սիրում եմ ինքնակնդատությունը։ Հետ ես քո համար էի ասում։ Հələ մի բան էլի ուղեղի վրա ես կասկածում։ Համ ասեցի, համ ցույց տվեցի։ Էլի հարցնում ես, ասում եմ գցեցի։ Այդ հասկացա, բայց ինչի համար։ Մեզ պետք է ժամանակ շահել։ Եթե չպատասխանեիր, կհասկանար, որ մի բան են չէ։ Չնայած արդեն հասկացել է, կհամոզվեր։ Չնայած արդեն համոզվել է։ Պարզապես մեզ մանյովրելու տեղ չէր մնա։ Իսկ այսպես հեռախոսդ կգտնեմ բաժնի դիմաց ու կմտածեմ, որ գրպանից է ընկել, քեզնից հեռու չէ։ Պարոն Աստվածատրյան, եթե Դանիելյանը ուզի գա ինձ տեսնի, կգա իմ տուն ու կտեսնի նաև Մողեսին, այդ ավելի վատ չի։ Եթե Մողեսներից վախենում է, վատ է։ Եթե Մողես… Չէ, լավ դե գնան։ Ճիշտ են ասում էլի, որ կնոջից անգամ սատանան գլուխ չի անի։ Հանգիստ Դանիելյանը, հանգիստ։ Ցանկացած անձու շարժում կարող է ճակատագրական լինի, հանգիստ։ Սիրուն տղա, ո՞նց ես։ Մարգարան, այսօր լեյտենանտ Դոլոնցը բաժին եկել, հա? Եկել, այդ գալ չէր, այդ հայտնվել էր պարոն գնդապետ, որպես խավարից արկայծող մի շանթ, մութը ճեղքելով սև երկինքների, որպես աստղերից պոկված մի… Մի հատ որսոնց տվել եմ այդ աստղերից իսկականից կպոկվեն, հա? Պարոն գնդապետ, լեյտենանտ Մարգարյանը ներկայացել է ձեր հրամանով, ավելի շուտ դուք եք ներկայացել, ուզում եմ ասել իմ հերթապահության ընթացքում ոչ մի արտարոց դեպք տեղի չի ունեցել։ Եթե մի քիչ էլ սեն շարունակես կունենան։ Երբ էր Դոլոնցը բաժին եկել։ Երևի 1 ժամ առաջ։ Ինչի համար էր եկել, ինչ էր ուզում։ Ուղղակի անցնելուց մտել էր։ Վստահ ես։ Չէ, իրականում ինձ թվում է, ինձ տեսնելու համար էր եկել պարոն գնդապետ։ Բաժնից, ինձանից, գործերից, հարց ու փորձ չի արել։ Չէ, բացառապես ինձնից ենք խոսել պարոն գնդապետ։ Հարցնում էր ինչ գործեր ունե, ինչ գործով է առավոտ դուրս եկել, եթե մենակ խուլիգանության դեպք էր, թմրանոթի թեմա չկար, ես ինչի էի գնացել։ Բացառապես ինձնից ենք խոսել պարոն գնդապետ։ Այ Աստվածի, արա ես չեմ հասկանում։ Այս ոստիկանության բաժին, թե հոգեբուժարանի։ Լավ, ես չեմ հասկանում։ Այս բաժնում մի նորմալ մարդ չկա։ Նորմալ չգիտեմ, բայց մի աննորմալ հենց նոր պակասեց։ Այ հիմա խնդրում եմ մանրամասն ու ամենասկզբից։ Եթե հաշվի առնենք, որ սկզբում բանն էր,
Չգիտեմ, արժի մանրամասների մեջ խորանալ, թե չէ։ Մայիս խնդրում եմ լրջացի։ Այսպես լուրջ ես երբեք չեմ եղել։ Ինչ նկատի ունեիր, որ ասեցիր մորեխը իմ տանը չի։ Դու ասում ես լրջացի։ Նկատի ունեմ ուրիշ տեղում է։ Մայիս։ Մորեխը վստահ է, որ մենք իր ընտանիքի անդամներին ոչինչ չենք անի, տարբերություն Կիկլոպենց։ Դրա համար հիմա այնտեղ մեր մասին է պատմում, որ կաշին փրկի, այդքան բան։ Այդ դեպքում ինչի գիշերը չէր փախել։ Եթե ինքը գնար Կիկլոպենց մոտ ու պատմեր մեր մասին, իրեն կարող էին նաև չհավատալ։ Մեկ քեֆս բերում ես։ Ու եթե հիմա վստահ ասում ես, որ գնացել է, ուրեմն կոնկրետ ապացույց ունեն։ Չէ, չունի։ Դու ես տվել։ Հակառակ դեպքում այսքան վստահ չէիր լինի։ Ասում էի, չէ, մինչև այս գործի ավարտը դու կլինես ձեր բաժնի լավագույն աշխատակիցը։ Մենք ունենք ընդամենը 48 ժամ, եթե հասցնենք հավաքել բոլոր ապացույցները եւ Դանելյանին եւ հանցախմբի մյուս անդամներին կվերցնենք։ Ստեղ ափսոս մենակ հասեն կիսատա 21/30 ու փողոցի անունը չկա։ Իսկ այս վերջի թվերը, ես չեմ հասկանում ինչ կոդով պետքա զանգեք։ Ես սկզբից պետք է հասկանայի, էլի, որ սրա նման էշը ինչ գործ ունի այս թեմայի մեջ։ Այդ 21/30-ը, էդի հասցե չի, դա 9:30-ն է։ Վերջի հեռախոսահամարը դա ամսաթիվ է, իսկ սկզբի թվերը, այ արդեն հասցե է։ 0:40 ստեղ պուջուր կլորա, բայց Երևանում սենց հասցե չկա։ Ես իսկական է։ Դու արժեր ջնջոցին սատկացնել։ Միլիոն անգամ խնդրեցի, որ գոնե 8-րդ դասարան ավարտած մարդկանց հավաքերը պարեկներից մի քիչ տարբերվեին։ Դրանք կոորդինատներ են, ձեր լեզվով ասած գեոլոկացիաներ։ Այսինքն վաղը չեմիսորը 3:09:30։ Բոլորին հավաքի, բոլորին, ով կա, այդ մեր վերջի շանսն է բոլոր հետքերն ու բոլորից ազատվելու համար։ Սպասի։ Արագ հետ տար էդ։ Արագ տար, քանի չնեք է։ Գնամ, բայց Սպասիր։ Ոչ մեկ չպետք է իմանա, որ մենք այդ թղթի մասին գիտենք։ Քեզ շարունակին են սպայել, որ վստահ են։ Հասկացար։ Հա։ Հաստատ։ հա, Գնա։ մեզ հաջողություն։ Հաջողություն։ Դանելյանին այս մասին չես ասելու։ Չէ։ Դրան վերջի պահին հետդ կվերցնես։ Դրանք որ տեսնեն Դանելյանի մոտ պանիկա չկա, կհասկանան, որ ամեն ինչից տեղյակ ենք։
Կամանց աղջիկ ջան, դժվար է մյուս կողմից իջնելը։ Չէ։ Ամեն դեպքում կներեք էլի հնարավոր է մեքենան մի փոքր հետ տակ։ Չէ։ Օպարջան հետ տալուց հայլում ես չես նայում։ Ավելի լավ է մի նայի լավ տեսարան չի։ Ես մեկենան հետ տալու մասին եմ խոսում։ Այ, պարտադիր է։ Ավելի լավ չի դուք գնաք ստեղից, քանի իմ գլխին նոր փորձանք չեք բերել։ Ինչ արիշ գցին կերավ։ Կներեք էլի ես չէի ուզում։ Արի տենանք ինչ ենք անում։ Ինչքան կարող ես երկար պահիր։ Ուր։ Հաստերի հետևից։ Հասա, քիտս այնտեղ խոթելու փոխարեն։ Նենց անեիր գոնե, շենքիդ վերելակը սարքի։ Ով ես։ Մեկ կլինի հարցնի դու ով ես։ Ոնց թե ով ես։ Հա ինչ գործում ես իմ տան մեջ։ Ոնց թե քո տան մեջ։ Ես Մոնիկայի տունը չի։ Մոնիկայինն էլ է։ Կասես ով ես։ Ես իր գործընկերներից եմ։ Հա։ Ես եմ մեղավոր։ Մոնիկան մի 1000 անգամ ասել, արի գործընկերներից կանչենք, ասենց համ կնշենք, համ կծանոթանանք, ասում է ես օրեկուց։ Դե լավ, Արմեն։ Մոնիկայի կյանքի կեսը։ Ну, гражданский կյանքի, էլի ասենց, ավելի։ Մայիսը։ Մայիսն ով է։ Ոնց թե ով է։ Պարոն Դանիելյան, ես ինչ անակնկալ եք արել։ Իր հետ կյանքս։ Մայիսն ով է։ Մայիսնով է։ Մոնիկա ինձ ապուշի տեղ ես դրել։ Ասում եմ մայիսն ով է։ Նույնիսկ շեֆիս մոտ ինձ խայտարակ ես տանում։ Ես ընդամենը մի մայիս գիտեմ, որը ապրիլից հետո է։ Բայց մեր աղբերը։ Ասացի արդեն շեֆս է։ Բայց մեր մեծ աղբերը, որ իմացավ իմ մասին, զարմացավ ու ինչ որ մայիսի մասին էր ասում։ Պարոն Դանիելյան, մայիսնով է։ Ես էլ արդեն չգիտեմ, Մոնիկա, երևի թյուր իմացություն ա եղել։
Մենք կարող ենք առանձին զրուցել։ Հավը շեն կար այդ ցավը տանը։ Չէ, ես Մոնիկային նկատի ունեի։ Նեշի ես քեզ նկատի ունեի։ Ասում եմ դուրս։ Երիտասարդ, դու երևի լավ չհասկացար։ Ես Մոնիկայի հետ եմ ուզում զրուցել։ Հա, այդ կտրվածքով։ Հա, չէ։ Մոնիկա, ես իհարկե ամեն ինչ հասկանում եմ ու իրավունք չունեմ քո անձնական գործերին խառնվելու, դրա համար Մարգարյանի անձնական գործերին կխառնվեմ։ Լավ, դու ո՞նց ես սրան Մարգարյանի հետ փոխել։ Հասկանում եմ, այն էլ մի բան չի։ Բայց ախր սա ընդհանրապես բանի նման չի։ Պարոն գնդապետ, ամենայն հարգանքով, բայց դուք արդեն ինձ վիրավորում եք։ Չէ, դու ես ինձ վիրավորում։ Ես։ Երբ իմ մեջքի հետևում ինչ-որ անհասկանալի բաներ ես անում։ Հարգելի քաղաքացի, դուր։ Գտել եմ, ասեցի շեֆիլնա, եկել եմ անձամբ մաղարիչս վերցնեմ։ Բա դու չգիտես, որ շեֆերը սիրում են, որ իրանց են մաղարիչ անում։ Նենց որ ավելի լավ է տուրինձ ու գնա շարից փորձանքից էլ հեռու։ Տարբերակ չունես անձամբ պետք է փոխանցեմ։ Այ մարդ, ասում եմ շեֆը տեղում չի։ Իսկ ինքը գիտի, որ իր մասին տենց ես արտահայտվում։ Տենց ոնց։ Տեղում չի։ Չէ, մի րոպե, դուք սխալ հասկացաք, ես այդ նկատի չունեի։ Այդ արդեն իրան կբացատրես։ Մարդ, հո դու շարժ ես։ Ասում եմ շեֆը տեղում չի, եթե ուզում ես սպասես, կարաս նստես տեղ ու սպասես։ Զուգարանը որտե՞ղ է։ Հիմա կուղեկցեմ։ Այդ ուզում ես քեզ գործից անեն։ Ինչա նշանակում, եթե կուզես զուգարան կուղեկցեմ։ Բայց ես նման բան չասացի։ Չասացիր ուղեկցեմ։ Հա։ Այսինքն, եթե չուզեմ զորով ուղեկցես։ Չէ։ Դե չստացես զոր ուղեկցես։ Հա։ Հա ու ձեռնաշղթա։ Ստացվեց, որ եթե կուզեմ զուգարան կուղեկցես։ Դե հա, տենց որ նայենք։ Տղա, ուզում ես քեզ գործից անեն, գիշես, ինչ եմ նայես։ Չուզում եք արեք ամենակ թե ինձնից հեռու խնդրում եմ։ Զուգարանը որտեղ եմ մեռնում եմ։ Եկեք ուղեկցեմ։ Պարոն Դանիելյան, ես հիվանդանոց գնացել եմ իմ ընկերոջ հետ, ու ես չգիտեմ դուք ինչ եք խոսում։ Անիկա, դու երևի լավ չես հասկանում։ Ու ամենայն հավանականությամբ տեղյակ չես։ Բայց մայիսին հոգեկան խնդիրների պատճառով են համակարգից հեռացրել։ Դրա համար, եթե վաղը մյուս օր պարզվի, որ դու նրա հետ որևէ կապ ունես, դրա վերջը առնվազն բերդն ա լինելու բանտը։ Ես չեմ հասկանում, ինչ եք ուզում դրանով ակնարկել։ Եթե Հակոբյանի դեպքն իրոք մահափորձ է, քո ցանկացած անզգուշ քայլ կստիպի դրանց գործն ավարտին հասցնել։ Շատ լավ, պարոն գնդապետ, բայց ինչի եք այդ ամենը ինձ ասում։ Բա ում ասեմ։ Ջանքս, շփրտակ։ Ուղղակի երբ ինձ ասեցին, որ քեզ մայիսի հետ են տեսել, ինչ ասես մտքովս չանցավ։ Լավ, ամեն դեպքում վաղվանից քո արձակուրդն ավարտված է ու կարող ես գալ աշխատանքի արդեն։ Լսում եմ։ Քիչ էր մնում մոռանայի։ Սա երևի քոնն է։ Ես էլ առավոտվանից ընտրում եի, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ստեսին։ Անհաջող մարդ եմ։
Ջան, կյանքս։ Սենց տվել եմ, է։ Շատ դանդաղ է։ Բայց ուրիշ տարբերակ չկա։ Լեյտենանտ Մարգարյան։ Մարգարյան, Դանիելյանի ձեռքին զանգում եմ անհասանելյան, տեղում չի։ Արդը ճիշտ ասում էլի Դանիելյանն էս բաժնում նորմալ աշխատող մարդ չկա։ Որ տեղում լիներ, ես ինչի էի պատասխանում։ Հենց գա, ասա թող մի անգամից ինձ զանգի։ Կամ ավելի ճիշտ կասես Գրիգորյանից լավ խաբար ա եկել, ինքը կհասկանա։ Ինչ մոմենտ ա որ։ Ողբորպես չասես, որ ասել եմ, ուղղակի նենց ուրախ եմ, չեմ կարա մեջս պահեմ։ Հակոբյանը նոր մատը շարժեց։ Որ մատնաշարժել։ Այ աննորմալ, քո համար ի՞նչ տարբերություն։ Հետաքրքիր է արթնանում ա, թե այնքան ես զզվացրել, որ մեջտեղի մատը ցույց տալիս։ Մտեք։ Բարև ձեզ։ Շեֆը ստեղ չի։ Չէ, տեղում չի, ինչա պետք։ Իր ամենօրյա պատվերը։ Դիր սեղանին հետո կվերցնեի։ Վճարված է, չէ։ Այո, իհարկե։ Հաջողություն ձեզ։ Ամեն օր սուշի չուտի մենք կնեղանանք։ Ասա, Դու էլ պրոֆեսիոնալ ես, հա։ Բա որ Դանիելյանը զանգողը լիներ։ այս պահերին միայն դու կարող ես զանգել։ Թռի, Դանիելյանը գալիս է։ Արդեն թռել եմ, մնում է կարողանամ վեր կենալ։ Իսկ դու շտապ գնա հիվանդանոց։ Լուրջ տենց վատ ես թռել։ Չէ, բայց մեկը կա այնտեղից պիտի թռցնենք։ Արագացրու։ Աստորեն ակամեն ոչ միայն սովից է պրկում։ Շնորհակալություն։ Պայուսակս։ Մոնիկա ջան, ինչ-որ բան ա եղել։ Չէ։ Մեր ընկերուհին լավ էլ ուրախ գնաց հիվանդանոց։
Հեյ, արտացիր։ Հեյ, արտացիր, արտացիր։ Արտացիր։